Ես այստեղ տեսնում եմ զոտ ցուցադրական, նախընտրական դատավարության տարեր, որտեղ փորձ է արվում Սերժ Սարգսյանին քրեական պատասխանատվության ենթարկելու պատրանքներ կամ իլյուզիաներ ձևավորել հանրության մեջ, իրականում ստեղծվել է այն իրավիճակը, որ նույնիսկ Սերժ Սարգսյանը մեղավոր ճանաչվել է այդ գործով, վաղամիջյան ժամկետները լրանալու հիմքով նա չի կարող իրական պատժի արժանանալ, որովհետև X պահի իրենք կօգտվեն այդ հնարավորությունից եւ չեն առարկի, որպեսզի այդ քրեական վարույթի շրջանակներում վաղամիջյան ժամկետների իրավական կարգավորումները գործեն եւ քրեական վարույթը դադարեցվի եւ քրեական վարույթը կարճվի վաղամիջյան ժամկետները լրանալու հիմքով։ Այլ հարց է, թե ինչու է հիմա Սերժ Սարգսյանի ուղղությամբ այսպես ասած քրեական ուղղվածության գործերը ակտիվացել։ Դուք գիտեք, որ վերաքրիչ հակակոռուպցիոն դատարանը բեկանեց արդարացման դատական ակտը եւ հետո ուղարկեց նոր քննության եւ այդ գործով ուղղակիորեն հակակոռուպցիոն դատարանում նոր վարույթ է նախաձեռնվել։ Ես վստահ եմ, որ այդ գործը չունի դատական հեռանկար իրական պատժի առումով, որովհետեւ այդ գործի վաղամիջյան ժամկետներն են վաղուց լրացել